այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է անկախ։ Ամեն ինչի հավաքականությունն է անկախություն։ Հայոց ազգային բանակը, որի մասին երազել էինք հազարավոր տարիներ, կայացել է։ Կայացավ մեր բանակը առաջին հերթին ի շնորհիվ հայ ժողովրդի մեծագույն զոհողությունների։ Այսպես զոհի հոգեբանությունից սկսեցինք եւ երջու եկան մի պահ, որ մեզ համարեցին ագրեսոր։ Մենք իհարկե ագրեսոր չենք, ամենևին հավից։ Բայց ագրեսորի անգամ մականունը ինձ ավելի հոգեհարազատ է, քան թե մազապորտի։ Ես ատում եմ մազապորտ բառը, ես չեմ ուզում մազապորտ լինել։ Ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կրվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-50%-ի նկատմամբ է։ Վաղը չեն մյուս օրը, յուրաքանչյուր շրջանից 10-ից 15 ոչի։ Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, որ դեռ առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ 1988 թվականին որևէ մեկը հայտնվեր այն ժամանակ օպերայի հրապարակի հարթակի վրա եւ ասեր, որ անցնելու է ընդամենը 7 տարի եւ դուք ունենալու եք անկախ պետականություն, դուք ունենալու եք ինքներդ ձեր ճակատագիրը որոշելու հնարավորություն, ունենալու եք ազգային բանակ, ունենալու եք Հայաստանի միացած Արցախ, գումարած Արցախի հետ եւս 8 շրջան, եւ եթե հարցնեի ժողովուրդ այս ամենը ունենալու համար դուք պատրաստ եք եւս 5-6 տարի երշիկ չունենալ, բոլորդ միավոր կասեիք այո։ Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանը դառնա այնպիսի պետություն, ու դուք երազեք մոտ ապագայում ապրել